Դատարանը մերժել է Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն ընդդեմ Հայաստանի պատմություն դասագրքի հեղինակ Նժդե Հովսեփյանի և ԿԳՄՍ նախարարության։ Շահրամանյանը պահանջում էր Հայաստանի պատմություն առարկայի 9-րդ դասարանի դասագրքից հանել տեղեկությունն այն մասին, թե ինքը որպես նախագահ ստորագրել է Արցախի լուծարման մասին հրամանագիրը։ Դատարանը որոշել է, որ դասագիրքը չի խմբագրվի։ Կրթության տեսչական մարմինը 2025 թվականին ստացել է 195 դիմում բողոք, որոնց գերակշիռ մասը 159 դիմում վերաբերել է դպրոցներին։ Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը հայտնել է, որ դիմում բողոքների մի մասն ուղարկվել է համապատասխան ուժային կառույցներին, քանի որ դրանք հիմնականում կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների և դրամահավաքների դեպքերի հետ։ Տեսչական մարմինը 101 ստուգում է իրականացրել, ամենաշատ խախտումներն արձանագրվել են հանրակրթական հաստատություններում։ Օրերս Բանգլադեշի մի խումբ քաղաքացիներ փորձել են Հայաստանի կողմից ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը, սակայն ազգային անվտանգության ծառայության ծառայողները ձերբակալել են նրանց, հայտնում է Ազատությունը։ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է։ Նախիջևանի սահմանադրությունից հեռացվում են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները, ինքնավար հանրապետության սահմանադրության նախաբանի փոփոխությունը նախատեսող օրենքի նախագիծը քննարկվում է Ադրբեջանի խորհրդարանում։ Դրանում նշված էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերով, որոնք այսօր էլ շարունակում են ուժի մեջ մնալ։ Նորացված տարբերակում նշվում է միայն, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունն Ադրբեջանի հանրապետության անբաժանելի մաս է։ Թեհրանում հավատարմագրված Եվրամիության անդամ պետությունների դեսպանները վերջին օրերին հրավիրվել են Իրանի արտգործնախարարություն։ Գերատեսչության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով պատճառը Եվրամիության կողմից նախորդ շաբաթ կայացված որոշումն է, որով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կառույց է ճանաչվել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է Ուկրաինայի արևելքում նոր առաջխաղացման մասին։ Ռազմական գերատեսչության պնդմամբ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Զապորոժիեի մարզի Պրիդարոժնայի բնակավայրի նկատմամբ։ Շուրջ 5 տասնյակ բնակիչ ունեցող գյուղը մարզկենտրոն Զապորոժիեից հեռու է շուրջ 60 կիլոմետր։ Հայաստանի 5 ներկայացուցիչներ կմասնակցեն փետրվարի 6-ից 22-ը Միլանում և Կորտինա d'Ամպեցոյում անցկացվելիք ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին։ Օլիմպիադային Հայաստանը կներկայացնեն դահուկա վազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Լեռնա դահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը։ Խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Կարինա Ակոպովա, Նիկիտա Ռախմանին, սպորտային զույգը։